вода, поливание. И сравнение это со многими можно, как и с А, киской это можно закадровая сравнить речь, знаете. женщину. Поэтому мужчины должны быть светом для каждой женщины. То есть для той пары, которая должна жить вместе. Понимаете? Поэтому не только для этого, для всех женщин должны мужчины быть такими, а в противном случае ничего не будет серьезного, понимаете? И не будет серьезно из себя представлять этот человек. Мужчина не будет, потому что это главное, это отношения, как ты выстраиваешь, как ты делаешь. Это природа нас создала, потому что нас создал Бог первыми, а женщину вторым. Поэтому мы всегда должны на передовых быть։ Մենք պետք է առաջին տեղում, որովհետև Աստված մեզ առաջին տեղում է միշտ հաշվել, առաջինն է ստեղծել։ Դրա համար մենք պետք է ավելին անենք, քան կինը այս կյանքում։ Ամեն ինչով, թե խնամքով, թե որպես լույս լինելով իր համար։ Դրա համար իսկ տղամարդը նման է ուժեղ տղամարդ առյուծին, որ միշտ խնամքի կարիք ունի, թե հացի, որպես միս տալիս են իրեն, կամ որպես վայրի ծաղիկ, որ միշտ փշոտ ծաղիկ ես կասեի, վարդին, եթե նմանեցնենք տղամարդուն, որ ինչքան էլ նա այո ծաղիկ է, բայց փշոտ է, եւ եթե նրան սխալ տեղից բռնես, ինքը քեզ ուղակի կծակի։ Նույնն էլ տղամարդն է, գիտեք, կանայք, դուք միշտ պետք է խնամեք, բայց միշտ պետք է զգուշանաք, երբ որ սխալ տեղից կարան իրանք ձեզ վիրավորեն, կոպտեն, որտեվ վարդը մնում է վարդ, նույնպես եւ առյուծը նա կարող է հարձակվել տիրոջ վրա, եթե թեկուզ տերը չի այն խնամողի վրա, երբ որ կան անարդար ինչ որ քայլեր իր նկատմամբ, որովհետև բնազդը մնում կենթանական, նույնը մեր մոտ է բնազդը կա որպես առյուծի եւ նույն այդ սովորությունները ինչպես որ բնությունը օժտել է վարդին, նույնպես մենք ենք ծագում ենք այն դեպքում, երբ որ մեզ վնաս են ուզում տան։ Եվ այո, այդ կենթանական եւ բուսական համատությունները эпитеты, вот эти анимистические эпитеты, ботанические эпитеты с человеком, они нужны для того, чтобы мы поняли, насколько